After the military escalation in September 2023 that led to the exodus of Armenians from Nagorno-Karabakh, the Dutch government and embassy immediately reacted. Now, many organizations focused on the immediate humanitarian needs of these people, but the Dutch government decided to complement these efforts and focus on helping these people regaining their jobs or training them with skills needed to find work and provide for their family in their new environment. Նիդերլանդների դեսպանությունը առաջիններից էր, որ արագ արձագանքեց եւ մենք փորձեցինք հասկանալ որոնք են այն խնդիրները եւ որտեղ կարող ենք մենք թիրախավորված աջակցություն ցույց տալ։ Քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը մեր կառավարության համար առաջնահերթություններից էր, անմիջապես սկսեցինք ծրագրեր իրականացնել այդ ոլորտներում։ Օրինակ հասկացանք, որ միայնակ մայրերին առաջնային անհրաժեշտություն է պետք համապատասխան հմտությունների ձեռքբերման սարքավորումների միջոցով, որ կարողանան իրենց երեխաներին առաջին անհրաժեշտության կարիքները հոգալ։ Հետո հասկացանք, որ օրինակ ունենք հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր, ովքեր պետք է տանը մնան, հոգ տանեն երեխաների մասին։ Տարբեր խմբերի հետ խոսալով մենք հասկացանք, որ իրավական տեղեկատվության մեծ բաց կա եւ մեկ հետաքրքիր ծրագրի միջոցով մենք փորձեցինք եւ հաջողեցինք այդ խնդիրը լուծել, ունենք բավականին որակյալ հրապարակումներ, որոնք կարող են իրավական ուղեցույց հանդիսանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Եվ թերևս ամենակարևոր ծրագրերից մեկը, որի մասին կուզեի ասել, մենք մեծ ծավալով աջակցություն ցույց տվեցինք հասարակական կազմակերպություններին, Լեռնային Ղարաբաղից եկած տարբեր վերապատրաստումների, ինչպես նաև փոքր գրանտային ծրագրերի միջոցով։ Մեր բոլոր ծրագրերը յուրահատուկ էին եւ բոլորի հիմքում կար հստակ նպատակ եւ մենք հստակ տեսնում էինք ուր ենք գնալու եւ ինչպես ենք հասնելու մեր նպատակին։ Շատ ուրախ եմ փաստել, որ ծրագրերը հաջողված են։ Վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության աջակցությամբ ISSD-ն սկսել է համագործակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 60 հասարակական կազմակերպությունների հետ։ Ծրագիրը կենտրոնացված է շահառուների այն կարողությունների զարգացման վրա, որոնք առաջնային են նոր համայնքներում իրենց հասարակական գործունեությունը ծավալելու համար։ Շնորհիվ այս համագործակցության մենք կարողացել ենք ֆինանսավորել 8 նոր նախաձեռնություն, ուղղված մշակութային, առողջապահական եւ մի շարք այլ ոլորտներում առկա խնդիրների լուծմանը։ Այս նախագծերը ծառայել են ավելի քան 3000 ուղղակի եւ 10000 անուղղակի շահառուների։ Հադրութի դիզակի գավառը միշտ եղել է մշակութային կենտրոն։ Ամեն մի ընտանիք նախկինում իր տանը ունեցել է գորգի հաստոցներ։ Ամեն մի ընտանիքում գործում էին գորգեր։ Մենք կարողացանք Երևանում 24 վարպետների հետ աշխատել եւ այդ վարպետները այն կանայք են ու երիտասարդներն են, որոնք տեղ չունեն աշխատելու։ Փորձում ենք ընդգրկել դասընթացներին, որպեսզի առաջի հերթին մեր մշակութային ժառանգությունը պահպանենք, իսկ դրանից հետո մենք ունենանք հետագայում ավելի լայն վարպետների քանակը, որպեսզի կարողանանք մենք այսպես մեր ավանդական մշակույթի գույնզգույն գուլպանների ճյուղը պահպանենք։ Ի սկզբանե մեր նպատակն էր տեղահանված բալիկներին ընդունել մեր մանկապարտեզ, կարողացել ենք օգնել 27 ընտանիքին, դեսպանության հետ համագործակցելով մեկտեղ։ Բալիկս հաճախում է Ռուսիա զարգացման կենտրոն, շատ գոհ եմ, շատ ուրախ եմ, բալիկս էլ է շատ գոհ։ Սա ինձ համար հնարավորություն է, որ ես կարողանամ հանգիստ գնալ աշխատանքի, իմանալով, որ իմ բալիկը ապահով ձեռքերում է։ Մեր կազմակերպության նպատակն է անվճար ատամնաբուժական ծառայություններ կատարել, ինչպես տեղացիներին, այնպես եւ արցախայությանը։ Թիրախային խումբ են հանդիսանում խոցելի բոլոր խմբերը, սոցիալական անապահով ընտանիքները, Նիդերլանդների թագավորության դեսպանատան շնորհիվ մենք ստացանք նյութեր եւ սարքավորումներ, որի միջոցով մենք արդեն այս մի ամսվա ընթացքում համարյա 40 բուժառու ենք ընդունել եւ հուսանք մինչեւ դեկտեմբերի վերջ այն կկրկնապատկվի։ So during my many visits to beneficiaries of these programs, I've seen that they have been quite effective. I've listened to many stories of grief and loss, but also I've been impressed with the resilience of these people to build a new life in their new home together with their new neighbors. 2 years have passed and we see many changes. I know there are still many painful issues to be addressed and hurdles to be overcome. But I also am full of hope and confidence that the people from Nagorno-Karabakh community will manage to successfully
keep their traditions while connecting to their new environments in Armenia.